Լավադագիցներ, սելայորդիներ, գողջունենք ձեզ բոլորդ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի պատվական անունով։ Գողջունենք նաև բոլոր անոնք, որոնք գհետևին մեզի համացանցի միջոցով եւ կամ ICFN.TV միջոցով։ Աշխարհի ովև մեկ անգյունուր, որ գտնվի, Աստված օրհնեցես, առողջ բահե, հավատքով բահե։ Եվ ամեն օր, որ աչքերնիդ կփանակ այս աշխարհին, փառք տվեք Աստծո։ Եվ հիշեցեք, որ ուրիշը չգրծավ իր աչքերը փանալ։ Եվ երբ պիտի քնանաք, աղոթքով փառք տվեք Աստծո, որովհետև աբահով դուն հասած եք եւ պիտի քնանաք։ Եվ հիշեցեք, ուրիշը չգրծավ դուն հասնել։ Ուրեմն որքան Աստծո փառք տալիք երևույթներ ունի։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրագի կանք եւ միասին զասված պաշտենք, զասված մեծարենք։ Երկու շաբաթ հետ երկրորդ գիրագի չէ, հաջորդող գիրագի հունիս 15-ին գունենանք հայրերու օրվա պաշտամունք, բայց ատկի առաջ ժամը 10-ին գունենանք հայրերու օրվա նվիրված նախաճաշ։ Անշուշտ բաց է բոլորին, բոլորդ հրավիրված եք միասին կբատվենք, կհարգենք մեր հայրերը եւ ապա նախաճաշով Աստծո փառք կտանք եւ յետքը միասին դերը կպաշտենք եւ դերը կմեծարենք։ Օգոստոս 9-ին ունենք միօրյա ծրագիրը Ronald Reagan Library-ին, ուր հոն պիտի երթանք ամբողջ օրը պիտի անցնենք, որպես եկեղեցի ընտանիք եւ հոն գծուցածվի Աստվածաշունչի մակարատներ, որոնք գտնված են Մերյալ ծովում գորմերը հետեւաբար լավակույն արիթը գլա միասին լալ եւ միասին որպես մեկ ընտանիք, որպես եկեղեցի ունենալ հadouk օրմը։ Երեք Glendale Avenue-ի վրա բավական կոծեր փողոցը եւ ուրախ ենք, որ մեր եկեղեցի երդասարտներն ճորսին անցեր սեղանթրին եկեղեցին եւ եկեղեցի ֆլայերներն բաժնեցին եւ անցնող դարձողին սուրճով եւ դոնատով հյուրասիրեցին։ Շնորհակալություն մեր երդասարտներուն, որ նաեւ շրջապատի ժողովուրդը նաեւ գիտնա եկեղեցի առաքելության առնչությամբ։ Որ կնշանակե թե բեչունիկ Glendale փողոց երթալու եւ մարդոց լուր տալու ձեր հարևաններուն, ձեր ծրացիներուն, ձեր բարեկամներուն դերյակ պահեցեք Աստուծո խոսքեն։ Եվ նվազագույնը որ գրնակ անել դուրսը սած մեր հանաբազորդ կա թե հայերեն, թե անգլերեն, եթե ունիք եւ գարտակ շատ լավ է, եթե չունիք արեք գարտացեք ամենօրյա հատված Եվ եթե ունիք եւ գարտակ ուրիշին ալտվեք։ Դեր Հիսուս իր կյանքը տվավ ոչ թե միայն ինձի, քեզի, կամ միայն հայ ժողովրդին, ամբողջ աշխարհի։ Դարձեցեք Դեր Հիսուս Քրիստոսի փառի լուրը։ Աստուծո սրբազան խոսքեն գարտացվի Գործ Կարաքելոց առաջին գլուխ 6-11 համարները։ Հետևինք Աստուծո խոսքին ուշադրությամբ եւ հավատքով։ Գործ Կարաքելոց առաջին գլուխ 6-11 համարներ։ Ինչպես գիտեք, Գործ Կարաքելոց գիրքը գրած է Ղուկաս Ավետարանիչ Եվ կանցաթարնա Ղուկաս Ավետարանիչ Հիսուսի համբարձումին։ Գսե անոնքալ մեկտեղ կալով աշակերտները։ Գահացնեին Հիսուսի ու գսեին. Դեր Իսրայելի թագավորությունը այս ժամանակին նորեն պիտի հաստատես։ Ըսավ անոնց ցեզի չի վերապերիր ժամերը եւ ժամանակները գիտնալը, որ հայրը իր իշխանությանը մեջ թրավ։
Բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ադենը զորություն պիտի առնեք ու ինձի համար վգաներ պիտի ելաք Երուսաղեմի մեջ, բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչև երկրին ծայրեր։ Եվ երբ այս բաները ասավ, մինչ անոնք գնայեին, համբարձավ։ Ամպմզանիգա անոնց աչքեն ծածկեց։ Երբ աչքերին դնգած թեպի երկինք գնայեին, անոր ետևեն, ահա երկու ջերմակ հանդերձներով մարդ իրենց քով գայնեցան։ Որոնք ասին, ով Գալիլեացի մարդիկ, ինչու գայներ թեպի երկինք գնայիք։ Այս Հիսուսը, որ ցեզմե երկինք համբարձավ, այսպես պիտի կա, ինչպես տեսակ անոր երկինք երթալը։ Ամեն։ Սիրելի հավատացիներ, գարտացված այս հատվածին մեջ գտեսնենք Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումը։ Հրաշափար հարութենեն 40 օրեր յետք Փեթանյո մեջ Ցիթենյաց լեռան վրայեն Տեր Հիսուս երկինք կհամբարձնա։ Եկեղեցական դոնացույցին երբ նայենք, գտեսնենք եկեղեցին ունի 5 դոներ. Սուրբ ծնունդ, ձարգազարդ, հրաշափար հարություն, համբարձում և հոգեկալուստ, որ Եգոր գիրագի դերգամի հոգեկալուստյան գիրագին է։ Այսինքն անցնող հինգշաբթի համբարձում էր Տեր Հիսուս Քրիստոսի երկինք համբարձնալ։ Եվ եթե եկեղեցական պատմության երթանք, գտեսնենք 60-ական թվականներ Քրիստոսի ետք, համբարձումը գտոնվեր և ոչ թե Քրիստոսի սուրբ ծնունդը։ Ետքն է, որ Քրիստոսի ծնունդը գտոնվի, ուրեմն նախ համբարձումը գտոնվեր։ Եվ այսօր համբարձման օրը հինգշաբթին սովորական օրմն է մեր քաղաքին, մեր երկրին համար։ Բայց եվրոպական գաղթ մի երկիրներ գզարմանակ համբարձման օրը ամբողջ երկիրը պետական արձակուրդ է։ Ամբողջ երկիրը արձակուրդ։ Ֆրանսա, Գերմանիա, Օստրիա, Բելգիկա, Ֆինլանդ, Հոլանդ, Նորվեյ, այս բոլոր երկիրները համբարձումին արձակուրդ կնեն։ Հետաքրքրական է, որ հայկական առումով համբարձումը գտոնվեր տաշտերու մեջ և գերքեին, վիճակներ գնեդեին, ինչ գիտնամ համբարձում յայլյաներ գերքեին, Տեր Հիսուս Քրիստոսի երկինք համբարձնալու արդիվ։ Դրանք պատկերացրել այսինքն մեկը մյուսին հետ ինչպես պիտի կողքովի տնենք։ Եվ անցող հինգշաբթի համբարձում էր։ Տեր Հիսուս Քրիստոսի երկինք բարձրանալու հորը Աստուծո աչքով նստելու հիշատակության օրն է եւ հետաքրքրական է Գերմանիո մեջ համբարձումը եւ հայրերու օրը նույն օր գնեն այն համոզումով որ նաեւ համբարձումը հայրերու դոնն է եւ Տեր Հիսուս իր հորքով գերտ։ Ինչու համբարձում։ Այսօր պետք է դակավին համբարձում դոնենք, համբարձում հիշենք, հիշադակենք։ Համբարձումը ինչը սելիք ունի այսօր հավատացյալին համար։ Կարևոր է հիշադակել Տեր Հիսուսի համբարձումը։ Ինչու քրիստոնյա եկեղեցին գհիշադակե եւ պետք է հիշադակե համբարձումը։ Իրականության մեջ, քանի մը գետերու պիտի անցադառնամ, բայց հատկի առաջ ասեմ, եթե համբարձումը չհիշադակենք եւ եթե համբարձումին չանցադառնանք, կնշանակե թե
Եթե համբարձում չլար, հոգեկալուս պիտի չլար։ Եթե համբարձում չլար, կնշանակե թե հարության դոն պետք չլա։ Եթե համբարձում չլար, կնշանակե թե սուրբ ծնունդ պետք չլա։ Զարգացած պետք չլա։ Եվ այդ պատճառով եկեղեցին այս 5 դոները գունենա իր եկեղեցական դոնացույցին մեջ։ Ուրեմն եկեղեցին կհիշադակե, հավատացյալներ կհիշադակեն եւ պետք է հիշադակեն Տեր Հիսուսի ամբարձումը անցադառնալով եւ հիշեցնելով Տեր Հիսուսի թագավորած ըլլալուն։ Տեր Հիսուս որպես թագավորած դրանց Աստծո աչքով նստելով ունի բացարձակ գադարյալ իշխանություն թե երկրի վրա եւ թե երկնքի մեջ։ Պողոս առաքյալ գսե Աստված Հիսուս մերելներեն հարուցանեց, նստեցուց իր աչքողմը երկնքի մեջ եւ ամեն իշխանություն ու պետության, զորության, դերության վրա եւ ամեն անունի վրա, որ կդրվի ոչ միայն այս աշխարհին մեջ, հապա քալիքին մեջ ալ։ Եկեղեցին կհիշադակե եւ պետք է հիշադակե Տեր Հիսուսի ամբարձումը անցադառնալով Տեր Հիսուսի բարեխոս ըլլալուն։ Սելիներ այնքան ադեն որ ծնած ենք այս աշխարհի մեջ, կնշանակե ենթակա ենք մեղքի եւ փորձության։ Փախուս չկա։ Եվ Տեր Հիսուս Աստծո աչքով նստելով միակ բարեխոսն է։ Միագին դակնալ քիչ քաշեցեք։ Այսինքն պետք չունիք փնցելու, բրբդելու ուրիշ բարեխոսներ։ Մեկ բարեխոս, Տեր Հիսուս Քրիստոս, որ կբարեխոսե հավատացյալներուն համար, եւ Հովհաննես առաքյալ գսե, որդյակներս այս բաները ցեզի կգրեմ, որովհետեւ մեղք չկործեք։ Եվ եթե մեղք կործելու լակ, քանի որ մեղավոր ենք, եւ ենթակա մեղքի փորձության, եթե գիծած եղեք, որ հորը քով բարեխոս ունիք Հիսուս Քրիստոս արդարը։ Առաջին Հովհաննու 2:1 Դեր Հիսուս ոչ թե միայն բարեխոս է, միակն է։ Եվ Պողոս առաքյալ շատ հստակ Դիմոթեոս ուրվածնամագին մեջ գսե, քանզի մեկ Աստված կա, մեկ միջնորդ Աստծո մարդոց մեջտեղ, Քրիստոս Հիսուս մարդը։ Ասկի ավելի հստակ համար չեն կրնար գտնել։ Առաջին Դիմոթեոս 2:5 համար։ Երրորդ կետ։ Եկեղեցին հավատացյալներ կհիշադակեն եւ պետք է հիշադակեն Տեր Հիսուսի համբարձումը անցադառնալով, թե Տեր Հիսուս դեր կբացրաստե երկնքի մեջ։ Տեր Հիսուս Աստծո աչքով նստած, թե բարեխոս է եւ թե միևնույն ադեն դեր կբացրաստե երկնքի մեջ հավատացյալներուն համար։ Տեր Հիսուս կսե հիմա գերտամ, որ ցեզի դեր բացրաստեմ։ Հավատացյալը հավիտյան գաբրի, երբ հանձնված է Տեր Հիսուս Քրիստոսի։ Բոլորս ալ ժամանակավոր ենք այս աշխարհի մեջ։ Ամեն մեկ անձ ունի դարիք որ պիտի ապրի։ Չեն գիտեր։ 10 տարի, 20 տարի, 100 տարի, 150 տարի, չեն գիտեր։ Բայց որքան որ ապրենք, դեռ ունենք վերջագետ մգա, ֆիզիկական վերջագետ մգա այս աշխարհի մեջ։ Եվ ֆիզիկական վերջագետը աշխարհի մեջ հավատացյալին համար հավիտենական է, եւ Տեր Հիսուս գսե դեր կբացրաստեմ հավատացյալին համար։ Հավատացյալն է, որ գաբրի հավիտյան, երբ հանձնված է Տեր Հիսուս Քրիստոսի։ Այսինքն սիրելիներ ապրիլ հավատքի կյանք, որ գարաչնորդ է ապրիլ հավիտենականության մեջ։ Գցանենք հավատքի կյանք, գհնցենք հավիտենականության կյանք։ Դեր Հիսուս կսե նորեն պիտի կամ եւ ցես քովս առնեմ,
որբեսի ուր որ ես եմ դու կալ հոնելակ։ Չորրորդ եկեղեցին հավատացյալներ կհիշադակեն եւ պետք է հիշադակեն Տեր Հիսուսի ամբարձումը անցատարնելով Տեր Հիսուսի ներկայությունը Սուրբ Հոգին կալուստով։ Տեր Հիսուս խոստացավ իր աշակերտներուն Սուրբ Հոգին ղրկել, որովհետեւ աշակերտները մխիթարվին, քաչալերվին, ավելի զորանան։ Եվ ինքս է աղեգ է, եթե ես երթամ Այսինքն ետ երկինք երթամ։ Եթե ես երթամ գսե շատ ավելի լավ բիդելա ցեզի։ Կանզի եթե ես չերթամ մխիթարիչը ցեզի չի կար, Սուրբ Հոգին ցեզի չի կար։ Բայց եթե երթամ զանիգա ցեզի պիտի ղրկեմ։ Սելներ Տեր Հիսուս ֆիզիկապես մեզի հետ չէ։ Բայց Սուրբ Հոգիով մեզի հետ է։ Եվ փառք բադիվ իր Սուրբ Հոգին ներկայության։ Որու միջոցով Սուրբ Հոգին գզորացնե, գմխիթարե, գկաչալերե եւ գարաչնորհե մեզ ապրելու հավատքի եւ վկայության կյանք։ Պատկերացուցեք, եթե Սուրբ Հոգին չլար, մարդիկ ինչպես պիտի ապրեին։ Հիմա Սուրբ Հոգին գա եւ մարդիկ արդեն դարբեր ուղղության մեջ են։ Պատկերացուցեք, եթե Սուրբ Հոգին չլար։ Դունի վրա, երկրի վրա, ազգի վրա եկեղեցին կհիշադակե եւ պետք է հիշադակե Տեր Հիսուսի ամբարձումը անցատարնալով թե Տեր Հիսուս նորեն պիտի գա։ Եվ Տեր Հիսուս երկին կամբարձավ երկու ռեշտակներըսին իր աշակերտներուն ով գալիլեացի մարդիկ ինչու գայներ թեպի երկին կնայիք։ Այս Հիսուսը որ ցեզ մե երկին կամբարձավ այսպես պիտի գա։ Ինչպես տեսակ անոր երկին երթալը։ Փառքով երկին կամբարձավ, փառքով նորեն պիտի գա։ Բայց լավ բաժինը վստահ ենք որ ետ պիտի գա։ Բայց լավ բաժինը այն է որ Մեկը չի գիտեր անոր երկրորդ կալստին ժամն ու ժամանակը։ Հետևաբար ոմանք հաշիվներ գնեն, աչ գնային, ցախ գնային, այս երկերը գնային, մուշ ժողովուրդին գնային գսեն Հիսուսի կալստյան թվականը այսի ժամն է։ Ցելի քույրեր եղբայրներ մի մտահոգվիկ Տեր Հիսուսի երկրորդ կալստի ոչ ժամով, ոչ թվականով, ժամանակից մի գործընծնեք ադոր մեջ։ Ժամանակից գործընծեք եւ կյանքը ապրեցեք վկայությամբ, հավատքով, համոզումով թե Տեր Հիսուս նորեն պիտի գա։ Երբ պիտի գա իր գիտնալիքն է։ Մենք պատրաստ ենք Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ կալստյան։ Այսօր կանցատարնանք Տեր Հիսուս Քրիստոսի երկին կամբարնալուն։ Որպես դերդերանց, թակավորած, Աստուծո աջ կողմը նստած Դեր գպատրաստե, գպարեխոսե հավատացյալին համար եւ գվստահեցնե Սուրբ Հոգիով մեզի հետ է մինչև իր երկրորդ կալուստը եւ եթե Սուրբ Հոգին առաջնորդությունը չլար մենք քոս չէինք լար Սուրբ Հոգին է որ մեզի գիտակցություն կտա գարտնցնե գարաչնորդ է գիրագին Աստուծոդան մեջ Աստծո ժողովրդին հետ լալու։ Այսօր անգասկած յուրաքանչյուր անց յուրաքանչյուր ընտանիք դարբեր տեսակի մտահոգություններ, նեղություններ, դժվարություններ, մարտահրավերներ, հիվանդություններ, ցավեր ամեն մեկը հadouk վիճակներու մեջ է։ Եվ այս բոլոր վիճակներուն մեջ մինչ Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումը գեշադագենք չհուսահատինք, չընկճվինք, որովհետև Սուրբ Հոգին մեզի հետ է։ Ուրեմն փոխանակ հուսահատելու ալավելիով քաչալերված, եկեք նորոգենք մեր ուխտը, հավատքի եւ հավատարիմ մնանք։ Հավատքի առաջնորդին գադարողին Տեր Հիսուս Քրիստոսի
հավատարմություն Տեր Հիսուս Քրիստոսի եւ փառքը իրեն լա։ Եկեք սիրելիներ, այս նորոգված հավատքով ուխտով, խոստովանանքով մոտենանք Տերոջ սուրբ սեղանին։ Ամեն։ Մեր Տեր մեր Աստվածը պատրաստ է մեզ, մեր սիրտը միտն ու հոգին, քեզի վստահած, քեզի հանձնած։ Ները մաքրե սրբե եւ արժանացուր քո արքայությանդ։ Եվ օգնե մեզի հավատարիմ մնալ քեզի։ Մինչև մահ։ Ամեն։ Գրավիրեմ մեր եղբայրները, որպեսզի սուրբ հաղորդության համար առջև կան։ Սիրելի հավատագիցներ, մեր Տերը իր վերջին ընթրիքը գնել իր աշակերտներուն հետ, հացը գարնեգը կոհանա, փաժակը գարնեգը կոհանա եւ գսե այսրեք զիս հիշելու համար, այսինքն հիշել, որ մեր Տեր Աստվածը իր միածին որդին ղրկեց, խաչին վրա իր կյանքը տվա, որպեսզի ես տուն ամեն մեկս, ով որ իրեն հավատա, ընդունի զինք Տեր եւ Փրկիչ, հավիտենական կյանքի արժանելա։ Նախքան դերոց սեղան մոտենալ, պիտի խնդրեմ բահմլուր գնաք, լրությամբ, խոստովանանքով պատրաստվենք Տերոջ սեղանին մոտենալու։ Մեր Տերը մեր Աստվածը խոստովանանքով քեզի գուկանք։ Ները մաքրե սրբե մեզ։ Ները մեզի ով Տեր, եթե սխալ խոսքեր կխոսինք, սխալ դեր գնայինք, սխալ գմտածենք, սխալ գլսենք, սխալ ջամփու մեջ գլանք։ Օգնե մեզի, որպեսզի կարողանանք նորոգված քու ջամփուտ մեջ քալել, ապրիլ վկայությամբ եւ լուսավոր կյանք։ Օգնե մեզի լալ աղ եւ լույս մեր շրջապատին մեջ։ Շնորհակալ ենք ով Տեր, քու սիրույթ եւ ողորմությանդ։ Փառավորվիր, մեծարվիր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Սիրելիներ, Տեր Հիսուսի սեղանը բաց է բոլոր անոնց, որոնք կուզեն սրբության կյանք ապրիլ, որոնք կուզեն ապաշխարությամբ մոտենալ իր սեղանին։ Տերը գսե եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ եւ ես ձեզ պիտի հանգչեցնեմ։ Հրավերը բոլորին է, բոլոր անոնք, որոնք կփափակին Տերոջ սեղանին մոտենալ, ապաշխարությամբ, սուրբ կյանք ապրելու մտածությամբ թող բարեաջին ոտքի գնալ։ Դեր հավասիկ զավակներդ քեզի գուքան, խոստովանանքով, ապաշխարությամբ եւ սուրբ կյանք ապրելու մտածությամբ։ Ները մաքրե սրբե եւ արժանացուր
քո արքայությանդ եւ օգնե որբեսի վգայեն քեզ մեր խոսքով, կյանքով, ապրելակերպով դեռ թակավորած ամեն մեր դերը մատնված գիշերը հացը գարնե գկոհանա գգծե եւ գսե արեք գերեք այս է իմ մարմինս գոդրված խաչի վրա այսրեք զիս հիշելու համար Եվ ապա փաշակը գարնե գկոհանա եւ գսե արեք այս փաշակը նոր ուխտ է իմ արնովս եւ քանի անգամ որ խմելու լակ հիշեցեք բատմեցեք թե դեռ խաչին վրա իր կյանքը դվավ իմ եւ քու մեղքելու թողության փրկության համար Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի
մարմինը գոդրված խաչին վրա, իմ և քու մեղքելու թողության փրկության համար, միասնաբար։ Մեր փրկին Դեր Հիսուս Քրիստոսի արյունը թափված խաչի վրա, իմ և քու մեղքելու թողության փրկության համար, միասնաբար։ Ով դեր, շնորհակալ ենք քու սիրույթ և քու ողորմությանդ։ Հավատքով քեզի գուկանք և քեզի գփել ենք ով դեր մեր ժողովուրդը, ով դեր գաղաչեմ, բահե պաշտպան է մեր ժողովուրդը չարեն, փորձանքներեն, հիվանդություն, նեղություն, դժվարություն, տագնապ։ Գաղաչեմ քո արձերքդ հովանիլը, գաղաչեմ ողորմությամբ այցելես ողորմիս, խաղաղությանդ աչովը խաղաղություն, սրդի մտքի հոգի խաղաղություն, օրհնես մեր ընտանիքները, հոնուր որ հիվանդ կա գադարյալ բժշկություն քու կամքիդ համաձայն, հոնուր որ սգավոր կա մխիթարես, Գործի մեջ հաջողություն շնորհես, մեր աշակերտներուն իմաստությամբ պտլեցնես, և գաղաչեմ մեր ընտանեկան հարգերը մեր դուները վերածես մեգական եկեղեցիներու, ուր քու խոսքդ կգարդացվի, ուր աղոթներ կբարձրանան, և փառքը քեզի ելա, հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո։ Ամեն։ Մեր Տերոջ սովորեցուցած աղոթքը միասնաբար գաղոթենք։ Զիքոյ արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն։
Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ բահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստուծո սերը, Սուրբ Հոգվույն հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ, ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի, բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, հավիտյանս, ամեն։